Անջատվում։ Երեք կատակ արեցի, բայց ինա ճիշտ ստացվեց, ասում էի փոխնախագահի մասին ես էլ մի բան խոսամ, բայց այսօր առավոտը միացրեցի Facebook-ը ու ինչ-որ մի քանի տեղ սենց դրոնների հիստերիա տեսա էլի։ Ամենահայտարարքիրս հայկական ժամանակիններ դրել են սենց նկարը իրանց, ուրեմն ասենց սենյակի մեջտեղում դրոն են դրել, տնկել են ու ներկայացնում են իբր դրոն է, բայց հետարքին ինչ է, գրում են, որ ներկայացրել են վիբատ դրոնի հնարավորություններ, այսինքն մի հատ դրոն են առել, բերել տնկել են ստեղ, այս փոխնախագահն եկել է, ներկայացնում են իրան հնարավորությունները, մի հատ դեմքներին նայեք, էլի, էսի սենց հիացած երջանիկ դեմք է, այս խեղճ մարդն է սենց ունքերը կշտել է, իրանց ամերիկական դրոն է, բայց ես նայում է, ոնց որ արեսի չեք պատմում, երևի ինչ-որ հեքիաթ են պատմում ընդ այս դրոնը ես իմ ինչ անում, բան, բայց դե պետք է միշտ անաչար նայել, չէ՞ ճիշտ է, կարող է մարդ ես մեկ էլ տեսար այս մարդիկ սենց երազ են տեսել, չգիտեմ, պայծառատեսությունը առաջացել իրանց մոտ, Քրիստոսին են տեսել ու մաքրվել են, հա, որոշել են մեր բանակը հզորացնեն, դրոն ենք առնում, դրոն, ասի հատ հետաքրքրվում եմ, այդ ինչ դրոն է, էլ, ես ինչ դրոն չէի տեսել ու սենց սևոտ բան, ուրեմն ինչի է այսի խաբեություն էլի, ոնց են սրանով, որովհետև շատ մարդիկ չեն հասկանա այդ դրոնը, դրոնը կասե, վաու, արել ամերիկական դրոնը, ամերիկային դրոնը եկի մեր երկիր հեսա փրկվանք, ուրեմն ամենատարօրինակն է, թե ինչ կապ ունի այս փոխնախագահի այցը դրոնի հետ, բերել են, խցկել են այդտեղ ցույց են տալի, անի վաու, տեսեք էս ինչեր ենք անում։ Երկրորդը, այս դրոնը սովորական դրոն է, ասենք, չգիտեմ, մի հատ Volvo մեքենայի նման, փող ունես, կարաս գնաս առնես, այս ինչ-որ հատուկ դրոն չի, որ ասեն թույլ է տվել Ամերիկան, որ Հայաստանը առնի, բան, վայ, այնքանը հայերին սիրում, հայի աչքեր երգում լսում միշտ Թրամփը, որ թողել է հայերին այս դրոնը առնի։ Սովորական դրոն է, ով էլ ուզում է առնում է, եթե փող ունի։ Հիմա ու հետախուզական ինչ-որ դրոն է սովորական, հա մի կարող մի քիչ երկար է թռնում եւ այլս, այս մանր-մունր բան, մի հատ յուրահատկություն ունի ընդհանրապես այս դրոնը։ Էդի նայա, որ այս դրոնը վերտիկալ է թռնում, այսինքն կանգնած տեղից էս թռնում է միանգամից վերև, հիմնական դրոնների ճանապարհ է պետք, որ թռնի ինքնաթիռի նման, բայց այս մի դրոնը դրա վիտանը վերտիկալ կարող է թռնի բարձրանա օդ, ու առնում են հիմնականում, ոչ թե հիմնականում, այլ Վիկիպեդիայում կա գրած քանի երկիր է առել, 1, 2, 3, 4, 5 երկիր է առել ընդամենը, Բրազիլիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Նեդերլանդները ու Հունաստանը, Հնդկաստանը զակազա տվել ու գրած է Արմենիան, ապագա օպերատոր է, future operator, նայեք, ու այս երկրներ են առել, այս բոլոր երկրները ունեն ծովային նավատոր, որովհետև այս դրոնը շատ պետք է մենակ գիտեք ով ունի նավ, որ ռազմական նավերի վրից դրոն թռցնեն, ունենց հատուկ նավ չլինի, ինչ-որ նավ է, հին նավերին հատուկ դրոն թռնելու տեղ չկա, չի եղել, չեն սարքել, նրանք հարմարավետություն չունեն դրոն թռցնելու, այսինքն ռազմական նավերին շատ ձեռ է տալի այս տեսակի դրոնը, սրա յուրահատկությունը մենակ դա է, այսինքն առնում են այն երկրներ, ով ունի նավատորմ, ով ունի ռազմական նավեր, մենք մի հատ Սևան ունենք, ու մեկ էլ մեր Արտաշատի գյոլն է, տես լճոտ տեղ է, այնը կեսը ցամաքել է ու կեսն էլ նոր են սարքում, Հայաստանի ինչին է պետք էս դրոնը, պատկերացնում եք ինչ տեսակի սենց մոգական են Դեվիդ Կոպերֆիլդներ են անում սրանք, ոնց են ամեն ինչը գտնում, մի հատ Հավայի բան ու դնում խափում հարիվներին,
Այս մարդիկ էլ հանդե որ նայում ես մեր ուրախությունա, մեր ժպիտ, վայ, Հայաստան արդեն դրոնի եկի, փրկվում ենք, всё, հեսա դրոնները թալյոնս բայց դրա դիմաց ու ստացի գնաց արդեն այս մարդը կարճ էր այ մարդ չմնաց մեկի խաշուտի, բան, չաբաբները մեր հայկական ինքը զգա հայի քաղցրությունը շատ սառն են ամերիկացիք էսի տվեցին Հայաստանին կարդում եմ նաև սխալ թարգմանություններ են արել եսի ինչ հեքիաթներ են պատմել այս մարդը ընդամենը ասել է որ 5 միլիարդ դոլարի մենք էքսպորտ կանենք այսինքն ապրանք կվաճառենք ձեր վրա ոչ թե 5 միլիարդ կբերենք ձեզ նվեր կտանք դուք ետակ ձեր թախտի նստեք քյաբաբ ուտեք յուղոտ ոչ ետակ եսի ֆրֆրակ ոչ ձեզ ապրանք ծախենք այդ որը սես տենես ծախելու էին ունես եսի միշտ գախնի ապրանք չի բայց է գնում է Ադրբեջանին զենք են ծախելու կոնկրետ զենք է իսկ Հայաստանից էլ դրոն են բերելու մի հատ դնեն բանի մեջտեղը սրանք էսիշ տեսակի կլոուններ են ես ամեն օր նայում եմ սենց ամեն օր ապշում ասում երևի էսի վերջինն էր բայց հաջորդ օրը նորից է ստեղծվում մի հատ այնց մի ապուշություն որ էլի ապշած ես նայում ես ասում ես նյուժելի սրանք ոնց որ մարդ չեն այլ մոլորակային են ինչ են սրանք սա ծուղեղի տեղը եսի ինչա մի խոսքով ասի կիսվեմ ես դրոնային հիստերիայով որ կարող է մի քանի մարդեր լսեն հասկանան որ այս դրոնը իրականում եսի ինչ չի համ սովորական դրոնը ու յուրահատկությունը միակ նրա համար է որ մարդիկ ովքեր ունեն ռազմանավեր, նավեր, նավատոր, նավերից այս դրոնը ուղարկեն օդ, թռցնեն օդ։ Լավ եղեք, կհանդիպենք երևի վաղը կամ մյուս օր։